Պարկեք, հանգստացեք, ձեզ նստել չի կարելի, դուք պետք է պարկեք, զանգի կոճակն էստեղ է, անհրաժեշտություն լինի սեղմեք, ես անմիջապես կգամ, ցավեր ունեք, ձեզ լավ չեք զգում, որտեղ եմ, ովքեր, դուք ում եք ուզում տեսնել, Ես ջուրը մշտական եմ։ Այո, ջուրը մշտական է։ Այս բնակարանը խնդիրներ չունի։ Եղավ, շնորհակալություն։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, Լիդա։ Սոնա, դու մի օր ժամանակ ունես, իրերդ հավաքի, որ ես տունը վարձով եմ տալիս։ Այսինքն։ Ինչ այսինքն, հայերեն չասեցի։ Ես տունը տալիս եմ ուրիշ մարդու վարձով, ավելի պարտաճանաչ ու կարգին մարդու։ Ես չեմ կարծում, որ ճիշտ է այն բացակայության ժամանակ դուռը բացել ու ներս մտնել։ Դեռ ես եմ վարձակալում այս տունը։ Հանգիստ տեղին։ Ես այստեղ ոչ մի բանի ձեռք չեմ տվել։ Հարցը այդ չի, Լիդա։ Հարց-մարց չգիտեմ, Սոնա։ Տունը ազատ ես։ Ես քեզ ասել էի, չէ՞ որ կտամ փողը։ Դե տուր, սպասում եմ։ Դուր տեսնեմ։ Այս ինչ ես տալիս ինձ, Սոնա։ Դու ինձ 40,000 դրամ պետք է տաս։ Էլ չեմ ասում, որ 5 օրից հաջորդ ամսը վարձի օրն է։ 20,000 դրամ տվել ես ինձ, որ ինչ։ Գիտեմ, ես մնացածը մի քանի օրից կտամ, իսկ հաջորդ ամսվանն էլ հետո կտամ։ Կամ կտաս այսօր, կամ տունը ազատում ես։ Լիդա, ես քեզ վերջին փողերս եմ տվել։ Ես չեմ կարող առանց կոպեկի հիմա դուրս գալ այստեղից։ Ես քո ոչ հայրն եմ, ոչ էլ մայրը։ Ես էլ իմ խնդիրներն ունեմ։ Ես բանկում վճարումներ ունեմ անելու։ Կներես, որ դրությանդ մեջ չեմ մտնում, Սոնա ջան։ Լիդա, ես չեմ կարող երեխայի հետ փողոցում մնալ։ Երեխու անուն մի տուր, հա, որ խղճիս ազդես։ Հենց այդ երեխուդ համար է, որ այսքան ժամանակ դիմացել եմ ու յոլա եմ տարել քեզ։ Լիդա, գոնե մի շաբաթ ժամանակ տուր։ Իզուրա, քեզ թվում, որ այս ամեն ինչն ինձ համար մեկ է։ Հիմա դրա ժամանակը չի։ Ժամանակն է։ Ես ուզում եմ մենակ մնալ, կգնաս։ Ես հասկանում եմ, որ դու հորդ շատ ես սիրում, բայց պատճառ չի դա ինձ ատելու համար։ Նենց լավ տեղ ես գտել հարաբերություններ հարթելու համար։ Ու մի բան էլ, Ագնես։ Ինչ ես մնացել։ Գնա տուն, իսկ ես կմնամ, որովհետև ես պետք է իմ պապային խնամեմ։ Ճիշտ է, ինքը հիշողությունը կորցրել է, բայց ինքը հաստատ կզգա, որ դու էլ մարդը չես, որ Վերջացրու հերիքա։ Հոգնել եմ քո մեղադրանքներից։ Դու ինքդ էլ շատ լավ հասկանում ես, որ հայրը դու ես մեղավոր։ Դու ես մեղավոր, որ պապան նորերով տուն չի գալիս, որ պապան սիրուհի ունի, որ քեզ բանի տեղ չի դնում, ամեն ինչի մեղավորը դու ես ու չփորձես իմ պապային մեղադրել։ Բան չի եղել։ չէ, ուղղակի պարոն Խանզադյանը ձեզ է հարցնում, Հիշել է։ չէ, ուղղակի ուզում եք տեսնել, կնոջը, Ինձ։ հա, ասաց ձեզ է ուզում տեսնի, Հաստատ։ հա, ասաց կնոջն է ուզում տեսնել, Իզուր ես մամայի հետ տենց խոսում։ Զենդ կտրի, հա։ Դու շատ փոքր ես ինձ ինչ որ բան ասես։ Մի մոռացի, որ փոքրը դու ես։
Խնդրում եմ դուրը կողմիր։ Ես պետք է հասկանում ինչ է կատարվում։ Չգիտեմ ոնց, բայց պետք է հասկանամ։ Դու հիմա ոչինչ չես հիշում ու չես կարող որևէ բան հասկանալ։ Այ երբ որ կհիշես, Իմ հիշողությունը կարող է վերականգնվել։ հնարավոր է որ շուտ լինի։ Հենց վաղն էլ հնարավոր է որ վերականգնվի հիշողությունդ։ Դե իսկ եթե քո ասածի նման ուշ լինի, Ես սպասելու ժամանակ չունեմ։ այսինքն դու պիտի հասկանաս, որ արդեն մեծ բան է, որ ողջ ես մնացել։ Իսկ հիշողության կորուստը այս պահին այդքան էլ մեծ խնդիր չի։ Հատկապես որ կվերականգնվի։ Այսօր վաղը թե մի քանի օրից դա այդքան էլ կարևոր չի։ Ես այդքան հասկանում եմ։ Հետ դեպքում ինչ ես կարող սպասել։ Ես չեմ կարող քեզ շատ բան ասել։ Բայց դու պետք է օգնես ինձ։ Ես։ Պետք է ինձ ասես։ Ինչ պետք է ասեմ։ Չգիտեմ ինչից սկսեմ, չգիտեմ ոնց ասեմ։ Ես ինչ խնդիրներ, ճշտամիններ, պրոբլեմներ ունեմ։ Ես երբեք քո խնդիրների մասին ոչինչ չեմ իմացել։ Ընդհանրապես ես քո մասին ոչինչ չեմ իմացել։ Հետ դեպքում ինձ իմանաս։ Դուրնա։ Ոչինչ կսպասեն։ Ես ում հետ կարող եմ ազատ խոսել։ Իմ ընկերներից ով կա, որ եթե ես կարող եմ խոսել մի բանի մասին։ Ինչի վերաբերում իմ ընտանիքի անվտանգությանը։ Ինչ։ Ես իմ ընկերներից ում կարող եմ վստահել։ Ով է իմ ամենամտերիմ ընկերը։ Գագիկը։ Գագիկ։ Կարծում ես թե իմ մասին ամեն ինչ կիմանա։ Վստահ եմ, որ կիմանամ։ Ես կարող եմ վստահել դրան։ Ես քո ընկերներից ոչ մեկին չէի վստահի, բայց այ դու Գագիկին վստահում ես։ Ինչու ես ինձ այդ տոնով խոսում։ Մենք իրար հետ միայն այդ տոնով ենք խոսում։ Չէ, մենք իրար հետ ընդհանրապես չենք խոսում։ Չենք էլ հանդիպում։ Հետևաբար անհրաժեշտություն չի լինում խոսելու։ Իսկ ինչ է եղել մեր մեջ, որ մենք Գագիկն է։ Շնորհակալություն գործ անընդհացրի։ Բարև։ Ոչ թե բարև, այլ բարև ինձ պահած մեծացրած մորքուր ջան։ Ինչ ես եկել։
Ո՞վ չի եղել։ Ուզում եմ իրերս մի քանի օրով քո տանը թողնեմ, հետո կգամ կվերցնեմ։ Ուր ես գնում, որ։ Եթե կարելի է իրերս 2 օրով թողնեմ քո տանը, այդքան բան։ Մնացել ես առանց տուն։ Եսի զուրեկա։ Արի։ Շատ նեղություն չեմ տա քեզ։ Մի քանի օրից կգամ կտանեմ։ Շնորհակալ։ Ես մամայիս եմ ուզում, դու ասել էի կգա։ Սոնա, ես արդեն հոգնել եմ հողով։ Ասա թող գա։ Ես չեմ ուզում տեղ մնամ, չեմ ուզում։ Ես եմ ուզում, որ գաս անի քեզ, բայց ինչ անեմ, դու դուրանում էի չես։ Մամայիս կարոտել եմ։ Չես լացում։ Սովածես է փողոցում ես, հա։ Պահում եմ քեզ, աշխատում եմ, կեցում եմ, էլ ինչ ես ուզում։ Կարոտել եմ, զանգի կաչի, ասա թող գա։ Ասա մեր քեզ կարոտել։ Մի փակի դուրը, մի փակի վախենում եմ մենակ։ Մի փակի։ Դուրը փակ էր։ Ինչ էիք խոսում։ Ինչ։ Ասում եմ Ագնեսի հետ։ Ինչ էիք խոսում։ Ինչ որ բան ա եղել։ Չէ։ Հիշում ես ինչ որ բան։ Չեմ հիշում։ Բոլորը գիտեն այդ մասին։ Вообще ոչ մի բան չես հիշում։ Այսինքն։ Դե այսինքն ասում եմ հանկարծ նենց բան լինի։ Նենց դեպք, նենց իրադարձություն, որ չհասկանաս իրավիճակը։ Առաջին է ինձ ասա, լավ։ Ընդհանրապես աշխատի շատ մարդու հետ չխոսես այս կատարվածի մասին։ Բժիշկն ասում է, ամեն րոպե կարող է հիշողությունդ վերականգնվի։ Նենց որ Ռոբ ջան, ես տարածքում եմ անընդհատ։ Հանկարծ ինչ որ բան լինի, առաջինը իմ հետ խոսա։ Հավատա, տենց ավելի ճիշտ է ու ավելի ապահով։ Ապահով։ Հիմա չեմ ուզում քեզ շատ ծանրաբեռնեմ, Ռոբ ջան, բայց առանց բացատրությունների հավատա։ Դու իմ մոտ ընկերն ես, չէ՞։ Իհարկե։ Ինչ ես ասնում։ Ինչի եմ ինքնասպանության փորձ արել։
Թե դու գիտես պատճառը։ Պատճառը ոչ ոք չգիտի։ Բայց դու չես էլ հարցնում։ Դե ինչ հարցնեմ։ Հիվանդանոցում ես վիճակում մեկաբան չես հիշում։ Չեմ հիշում։ Բայց բոլորը առաջինը այդ հարցն են տալիս։ Լավ, հետո կխոսենք այդ մասին, հա։ Հիմա կարևորը քո առողջությունն է։ Շատ բան ունենք խոսելու իրար հետ, երկուսով։ Ունենց որ ստեղ տեղը չի։ Սա կպահես քեզ մոտ, համարս ստեղ գրանցված է, որ բան ելնի կզանգես։ Ես ինչ խնդիրներ ունեմ։ Առանձնապես ոչ մի։ Այդպես չի լինում։ Չի լինում, որ մարդ առանձնապես ոչ մի խնդիր չունենա ու սենց բան անի։ Այ դրա համար եմ ասում։ Եթե ինչ-որ բան լինի, խոսի հետս, կիսվի, որ փորձենք հասկանանք իրավիճակը։ Դե կարող ան ինձ բան ա եղել, որ ես սկիտեղյակ էլ չեմ։ Ու հանկարծ նային են չլինի, որ ինչ-որ մեկի մոտ ասես, որ հեչ պետք չի, որ ինքը իմանա։ Դու հասկանում ես, չէ՞, ես ինչ եմ ասում։ Լավ։ Դու հանգստացի, Ռոբ ջան։ Ես գնամ։ Դու ախպերս։ Ինչ էր ասում։ Առանձնահատուկ ոչ մի բան։ Այսինքն ուզում ես ասես կանչել էր, որ հետդ զրուցեր։ Քո հետ եմ խոսում, ինչ էր ասում։ Ուզում էր խոսեմ բժշկի հետ, որ շուտ դուրս գրեն։ Ու հիմա դու դրա համար ես ես լարված։ Մամ։ Այ քեզ բան։ Մանե։ Հիմա քո կեղտոտ գործերի պատճառով երեխաներն են վտանգի տակ։ Ասա ինչ ա եղել, ասա որ հասկանամ։ Էդ ինչ ա եղել, որ դու այդքան վախենում ու զգուշանում ես։ Եթե դու ոչինչ չես հիշում, ուրեմն ինչ որ մեկը ինչ որ բան ա ասել քեզ։ Ով? Ով ասա գոնե իմանամ։ Ինչ ես արել, որ հերիք չի դրա պատճառով որոշել ես կյանքիդ վերջ տալ, հիմա էլ մենք ենք վտանգի տակ։ Ես ոչինչ չգիտեմ։ Ես ոչինչ չեմ հիշում։ Իսկ ով ա քեզ ինչ որ բան ասել։ Ինչ ժամանակը պետք է փորձեմ գլուխ անել այս ամեն ինչից։ Ընդամենը մի քանի րոպե առաջ ասում էիր, որ ժամանակ չկա, որ վտանգավոր ա, հիմա ժամանակ ես ուզում։ Ես հույս ունեմ, որ Ուրեմն լսի քեզ ինչ եմ ասում։ Գոնե մի անգամ խելացի գտնվի։ Ես հենց հիմա այստեղ կկանչեմ Մանեին։ Մանեն քո խոսքը գետնով չի տա, կլսի քեզ։ Նրան կասես, որ ինձ հետ տուն գա ու այնտեղ մնա, գոնե մի որոշ ժամանակ։ Հասկանում ես, ես հիմա վախենում եմ։ Եվան խնդիր չի, ես միշտ գիտեմ, թե որտեղ ա Եվան։ Բայց Մանեն միայն քեզ ա լսում, որովհետև ես նրա աչքին թշնամի եմ։ Ինչի։ Կներես, բայց կան բաներ, որոնք դժվար ա բացատրել հիշողությունը կորցրած մարդուն։
Ես քեզ մի բան ուզում խնդրել։ Ինչ։ Որ դու ինձ հիմա մորդ հետ գնաս տուն։ Այսինքն, ինչի պիտի գնամ տուն։ Այդպես է պետք է։ Ես հասկանում։ Հիմա շատ ծանր իրավիճակ է։ Ես ձեր հայրն եմ, բայց ես ոչինչ չեմ հիշում։ Ոչ մեկիդ։ Ու չգիտեմ ինչպես խոսել ձեզ հետ։ Չգիտեմ ինչ ասեմ, որ ճիշտ լինի։ Բայց մի բան պետք է խոստանաս ինձ, որ ինձ հիմա մորդ հետ կգնաս տուն։ Կլինի։ Ո՞վ է։ Էս ո՞վ է։ Ոայ, ո՞նց ես։ Լավ եմ, դու ոնց ես։ Լավ։ Ես էլ չեմ հազում։ Հետո։ Ես էլ չեմ հազում, տես լավացել եմ։ Պաղպաղակ ես ուզում ինձնից, հա։ Ախ, դու դերասան։ Գնացինք։ Արման, այսօր կքնես Մարենայից տանը։ Հա, կթողես։ Դե որ ասում եմ, ուրեմն թողնում եմ։ Բայց ինչի եմ մնալու։ Դե Էդգարի հետ կխաղաս, դու ուզում ես, չէ։ Հա, բայց դու միշտ չես թողում։ Դե ես համել ուզում եմ ես համար ուրիշ տուն գտնեմ։ Ավելի սիրուն տուն, դե մեր տունը սիրուն չի։ Բայց մեր տունն էլ է սիրուն։ Դե ուրիշ տանը կմնանք, լավ, դպրոցին էլ մոտ կլինենք։ Կուզես։ Հա։ Գնանք պաղպաղակ գտելու հիմա։ Հա։ Հա։ Հաստատ էլ չես հազում։ Հա, հաստատ։ Չեմ խանգարում։ Եթե իհարկե չեք հիշում։ Գիտեմ իմ ներկայությունը տհաճ է ձեզ համար, բայց ոչինչ անել չեմ կարող։ Փորձեցիք հիշել ինչ-որ բան։ Ձեր հիշողությունը վերականգնվեց։ Փորձում եմ։ Եվ առաջընթաց կա։ Չէ։ Ես չեմ ուզում ձեզ վրա ճնշում գործադրել, բայց մի քանի հանգամանքներ են պարզվել և ուզում եմ ձեզ տեղյակ պահել։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր ինֆորմացիա կարող է ձեզ օգնել։ Փորձաքննությունը ցույց է տվել, որ գրությունը դուք եք գրել։ Ձեռագիրը ձերն է։
բայց դեռ դա չի նշանակում, որ ձեր կամքով եք գրել։ Ու ինչ։ Քանի որ չեք հիշում, ես ասում եմ, որ գրությունը ձերն է։ Չնայած ես մտածում եի, որ դժվար դուք ինքնասպանություն գործած լինեք։ Բայց որ գրությունը ձերն է, դա փաստ է։ Մեզ մնում է պարզել, թե ինչ հանգամանքներում եք գրել ու ով է ձեզ ստիպել։ Հազար ու մի բան կարող է պատահած լինել։ Եթե ինչ-որ մեկը ձեզ ստիպել է ու փորձ է կատարել սպանել, կարող է էլի փորձել։ Հետաքրքիր է, գիտեք։ Ոչ մի վախ, ոչինչ։ Ինչ չեք վախենում։ Եթե ես ոչինչ չեմ հիշում, ինչից վախենամ։ Ես ձեզ ասում եմ, որ ինչ-որ մեկը կարող է նորից գալ և ձեզ սպառնալ, փորձել սպանել, իսկ դուք ոչ մի ռեակցիա, ոչինչ։ Ես իրավունք ունեմ, չեմ մտածելով, որ ինչ-որ բանն հենց չի։ Դուք իրավունք ունեք մտածելու ինչ-որ ուզեք։ Կարող եմ ձեզ մի խորհուրդ տալ։ Եթե մտածում եք, որ ինքներդ ձեր հարցերը կլուծեք, չարաչար սխալվում եք։ Ես էլի կգամ։ Բա ինչ ես անելու։ Չգիտեմ։ Պետքա գործ գտնես։ Գործ ու վարձով տուն ու շատ արագ։ Մար, ես Արմանին չեմ տանի դպրոց, այսօր ու վաղը թող մնա քո մոտ։ Թող մնա ինչքան որ պետքա։ Նեղվում եմ, կուզեի դու էլ մեր տանը մնայիր, բայց մի սենյակի մեջ։ Ես գիտեմ, իզուր ես ասում։ Բա որտեղ կմնաս։ Չգիտեմ, դու Արմանից նայի, ես մի բան կմտածեմ։ Իսկ եթե մորքուրիդ տանը մնաս։ Ավելի լավը փողոցում քնեմ։ Չմտածես, լավ է լինելու։ Սենց բաների մեջով ենք անցել։ Լավ կլինի։ Մամ, չեմ ուզում։ Խնդրում եմ։ Քույրդ սենյակում է։ Հա, դուրս չի գալիս սենյակից ու հետս էլ ընդհանրապես չի խոսում։ Ոչինչ։ Կարևորը որ տանն է։ Կբացեմ։ Ես կբացեմ։ Ինչի՞։ Դու նստի, ես կբացեմ։ Բարի երեկո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ ենք։ Դե մտածեցի անհանգիստ կլինեք, եկել եք ձեզ տեսնեմ։ Ոնց ես Ագնես։ Նստի։ Շոկ է։ Այսօր շատ շոկ է։ Եվա ջան, բալես մի բաժակ սառը ջուր խնդրեմ։
Քո պապային բան չի եղել։ Չէ, ցավը տանեմ, հանգստացի։ Ոչ մի բան չկա։ Խնդրում եմ էլի այնպես արեք պապային շուտ դուրս գրեն։ Կանեմ ամեն ինչ, ցավը տանեմ, ամեն ինչ։ Հո ձեզ մենակ չեմ թողի։ Հա, ես գիտեմ։ Դե լավ, ես գնամ իմ սենյակ, այսօր մի քիչ լավ չեմ զգում։ Գնա ազիզ չէ։ Ապրես։ Ինձ համապատասխան։ Ինչ կա, Ագնես։ Հարցը չեմ հասկանում։ Դե ասում եմ ինչ կա, նոր բան, եկող, գնացող։ Հարցըդ էլի չեմ հասկանում։ Ռոբերտի վիճակը ոնց որ թե լավ է, հա? Դե անհանգստանում եմ ձեր համար։ Ռոբերտի հետի կատարվածը մի քիչ տարօրինական, մութ է։ Մտածում եմ հանկարծ ինչ-որ բան չլինի։ Ինչ է եղել։ Պարզ կխոսես։ Ինչ էր ասում քեզ այսօր Ռոբերտը։ Ոչ մի բան։ Բայց դուք փակվել էիք սենյակում, չէ՞։ Հա, օգնում էի, որ շորերը փոխեր։ Դրա համար ես եկել։ Ոչ, իհարկե ոչ։ Ես ինչ-որ չեմ հիշում, որ դու մեզ այցելությունների գաս։ Կարծում եմ, որ տեղին է իմ զարմանքը։ Եթե Ռոբերտը ինչ-որ բան ասել, լավ կլինի, որ ինձ ասես։ Դու չես կարող անես այն, ինչը ես կարող եմ անել։ Հասկանում ես։ Կարող է ինչ-որ բանը հիշել։ Չէ։ Չէ։ Երբ շաբաթից կգաս մոտս, իսկ եթե չգաս, աղջիկներդ կարող ես չգնալ։ Մի օրն անցավ։ Ինչ եմ անելու։ Ինչի ոչինչ չեմ հիշում։ Փառք Աստծո։ Վիճակդ լավ է։ Բժշկի հետ էի խոսում, ինքն ասեց։ Հա։ Ինձ էլ ասել։ Կարող է շուտ դուրս գրեն քեզ։ Երբ։ Դե որ չասեց, հենց կարող է վաղը, ինչ իմանամ։ Հա։ Այդ
քո նոր տունը քեզ չեն կարողանա տանել։ Քանի որ ընդ քննություն է գնում, դրա համար չեն կարողանա։ Քեզ ուրիշ տեղ կտանենք։ Կամ կարող է հենց քաղաքից դուրս քո տունը։ Ինչի համար։ Ես տուն չունեմ։ Հա՞։ Իմ ընտանիքը որտեղ ապրում։ Էդ ես ասում։ Դե ինչ ասեմ։ Քո եւ Ագնեսի հարաբերությունները այնքան էլ լավ չէ։ Դուք համայլաբաժանված եք։ Համ էլ վերջին հաշվով դու Ագնեսի համար եղած-չեղած մի հաշիվ ես։ Այդ տանը վերջին մի տարվա ընթացքում 10 անգամ հազիվ քնածել ես։ Այն էլ մանեի խաթր։ Դե ես հասկանում եմ, որ բան չես հիշում, դրա համար էլ բացատրում եմ։ Ամեն դեպքում ես ուզում եմ որ դուրս գրվելուց հետո ինձ իմ տուն տանեն ընտանիքիս մոտ։ Ախպեր ես, բայց բժիշկն այդպես ասաց։ Եթե ես շրջապատված լինեմ ծանոթ մարդկանց սովով, ծանոթ իրերով, հիշողությունս ավելի շուտ կվերականգնվի։ Ոնց է հարմարվել եք տանը։ Այո։ Ուրախ եմ։ Սոնա։ Ոնց ես Լիդա։ Ինչի ես եկել։ Ուզում եմ քեզ մի բան խնդրեմ։ Էլ չսկսես նույն թեման, նույն պատմությունը։ Չէ, ուրիշ բան եմ ասելու։ Ասա։ Ինձ երեք ինչ-որ մեկը հարցրել է։ Չէ, ինչի։ Ես պայմանավորված եմ, ինձ պետք է զանգեին, բայց չեն զանգել, ինձ թվաց կարող է եկել են։ Ոչ ոք էլ չի եկել։ Եթե գա, խնդրում եմ, ինձ կասես, մեկը համարս ունես։ Լավ։ Ես մտածում եմ կարող է հեռախոսահամարս եմ սխալ տվել, դրա համար չեն զանգում։ Խնդրում եմ, որ գա համարս տուր։ Եթե դու ես ասում, կտամ, իմ համար դժվար չի։ Շնորհակալ կլինեմ։
Ալո, Բարի լույս։ բարև ով է։ Էդ իմ սխալն է, որ ձենս չես հիշում։ Վաղուց չեմ զանգել։ Քեզ որտեղից իմ համարը։ Յա, մոռանում ես, ոնց որ ամուսինդ եմ։ Լսի դու իմ Երեխայիդ հայրն է։ Ընդամենը էդ։ Լսի քեզ որտեղից իմ համարը, ես համարս փոխել եմ։ Բայց քո վարձով տուն եմ գնացել։ Լիդան ասեց, որ անհամբեր ինձ է սպասել։ Ասել ես, որ հենց գամ համարդ տան։ Ես քեզ չէի ասել, որ համարս տան։ Բա ում էիր սպասում։ Լսի, ես հիմա զբաղված եմ, աշխատանքի եմ։ Քեզ հանել են աշխատանքից։ Ինչ ես ուզում։ Ուզում եմ երեխուս տենամ։ Գիտես, չէ, սիրտս կանգնում էր։ Ամեն օր գալիս էի հիվանդանոցի բակ ու վերև չէի բարձրանում։ Բայց շատ էի ուզում քեզ տեսնել։ Դե, գիտեի, որ ընտանիքդ էստեղ է, ոնց բարձրանայի։ Ինչի չես խոսում։ Ռոբ, մենակ չասես, որ ինձ էլ չես հիշում։ Չես հիշում։ Զարմանալի է։ Ինձ էլ թվում էր գոնե ինձ կհիշես։ Ես ընդհանրապես ոչինչ չեմ հիշում։ Ոչ մեկին։ Անընդհատ բոլորին փորձում եմ բացատրել դա։ Լավ։ Ուղղակի ուզում եմ իմանաս։ Ես հղի եմ։ Ու մենք երեխա ենք ունենալու։